լուրջ եմ ասում, երկնքից ոնց որ նվեր լիներ։ Ծննդյան օրը բարության ու նվիրումի խորհրդով։ Ազգային բարերար ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն իր 61-ամյակը նվիրեց Հայաստանի ապագան կերտող երիտասարդներին։ Սարգիս Կարապետյան հիմնադրամի ծրագրի շրջանակում 100 ուսանող ստացել է 1 ուսումնական տարվա ուսման վարձի չափով փոխհատուցում։ Սարգիս Կարապետյանը հայրս է, ինքը 50 տարի դեռավել մանկավարժ է եղել եւ ես դրանով ուզում եմ ինչ-որ ձևով շարունակեմ իր գործը։ Հենց իր տանը նա հյուրընկալեց Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից ընտրված բարձր առաջադիմությամբ 100 ուսանողի եւ անձամբ նրանց հանձնեց հավաստագրերը։ Այս հիմնադրամը հիմնական ուղղությունը վերցնելու ենք մշակույթին օգնել, կրթությանը օգնել։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Ղոմաշյանի փոխանցմամբ դիմումների դիտարկման ընթացքում առանցքային դեր են ունեցել ուսանողների մոտիվացիոն նամակները։ Իրենց մոտիվացիոն նամակների մեջ ուսանողները ներկայացնում էին, թե ինչպես են տեսնում Հայաստանի զարգացումը եւ իրենց դերը մեր երկրի ապագայում։ Եվ այդ բոլոր մոտեցումները մենք անպայման հաշվի կառնենք եւ կօգտագործենք մեր երկրի զարգացման գործում։ Ապա քաղաքական այս նախաձեռնությունից, սակայն, դուրս են մնացել Հայաստանի այն համայնքները, որոնք պատրաստվում են թիմ ընտրությունների։ Այդ համայնքների լավագույն ուսանողներին ուսման վարձը չի փոխհատուցվել, որ բարեգործության արգելքի խախտում տեղի չունենա։ Այս նախաձեռնությունը ել ավելի լավ հնարավորություն է տալիս ավելի վստահ քայլելու մեր իսկ ընտրած ուղիով։ Բոլոր ուսանողների եւ երիտասարդների համար սա շատ մեծ ու հստակ քայլ է առաջ գնալու եւ ավելի ամուր կանգնելու մեր հայոց հողի վրա։ Սա իրականում շատ կարևոր է առավել առաջ գնալու եւ առավել բարձր նշաձողեր դնելու լրացուցիչ մոտիվացիա է։ Սա շատ լավ հիշեցում է ու ազդակ, որ գիտելիքը միևնույն է արժևորվում է ու կարևորվում։ Շնորհակալություն։ Ուսանողներին ուղղված իր խոսքում Սամվել Կարապետյանը նշել է, որ նման ծրագրերը շարունակական են լինելու, երիտասարդներին կրթության ճանապարհին աջակցելու եւ նրանց ձեռքբերումները խրախուսելու նպատակով։ Սա արդեն երկրորդ տարին է, ինչ օգոստոսի 18-ը նշանավորվում է երեխաներին եւ երիտասարդներին ուղղված կրթական ու մշակութային նախաձեռնություններով։